Նախորդ շաբաթավերջին Հայաստանի համար կարևոր զարգացումներ տեղի ունեցան։ Նախ հունիսի 20-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով մեկնեց Ստամբուլ, իսկ դրան հաջորդող օրերին նույն քաղաքում անցկացվեց Իսլամական համագործակցության կազմակերպության խորհրդի գագաթնաժողովը, որն անցավ արտաքին գործերի նախարարների մակարդակով։ Ինչպես որ ենթադրելի էր, իսլամական ամենահեղինակավոր կառույցի աշխատանքների էական մասը նվիրված էր Իրան-Իսրայել պատերազմին, ավելի ճիշտ Իսրայելի գործողությունների դատապարտմանը, թե Իրանի դեմ, թե Գազայում։ Այդ ամենը տեղ է գտել կազմակերպության աշխատանքներն ամփոփող Ստամբուլի հռչակագրում, որում խիստ մտահոգիչ ձևակերպումներ հայտնվեցին Հայաստանի համար, կրկնելով ադրբեջանական խոսույթները։ Եթե հակիրճ, ապա կազմակերպությունը Հայաստանին վերաբերող երկու կետերից մեկով հայկական կողմին կոչ է արել դադարեցնել եւ ձեռնպահ մնալ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը խաթարելու քայլերից, որի համատեքստը Հայաստանի սահմանադրության փոփոխությանն է վերաբերում։ Իսկ մյուս կետով կազմակերպությունը հայկական կողմին մեղադրել է Խորհրդային Միության ժամանակ մեջբերում եմ 100 հազարավոր ադրբեջանցիների արտաքսման եւ մշակութային արժեքները ոչնչացնելու մեջ, փոխարենը պաշտպանելով նրանց վերադարձը Հայաստանի տարածք, ինչպես նաև ափսոսանք հայտնել, թե Հայաստանը երկխոսության մեջ չի մտնում այսպես կոչված Արևմտյան Ադրբեջանի համայնքի հետ։ Տարակուսանք առաջացնող այդ ձևակերպումներին արդեն իսկ պատասխանել է Հայաստանի արտգործնախարարությունը, սակայն կարևոր են այլ հանգամանքներ։ Փաստացի առաջին անգամ է, որ այսպես կոչված Արևմտյան Ադրբեջան եզրույթը տեղ է գտնում միջազգային կառույցի հայտարարությունում կամ ընդունված հռչակագրում, եւ դա այն դեպքում, երբ Հայաստանը Իսլամական համագործակցության կազմակերպության որոշ անդամների հետ ունի լավ հարաբերություններ։ Այդպիսի հայտարարություն անգամ չի ընդունվել թուրքական պետությունների կազմակերպությունում։ Մյուս հարցն այն է, որ միջազգային հայտարարությամբ նախադեպ է ստեղծվում ադրբեջանցիների վերադարձի համար, ինչն Ադրբեջանը որպես պայման կարող է օգտագործել Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի կնքման հարցում։ Բացի այդ, թուրքական կողմի նախագահությամբ Իսլամական համագործակցության կազմակերպությունը նման ձևակերպում է ընդունել հայ-թուրքական եւ թուրք-ադրբեջանական հանդիպումներից հետո։ Նիկոլ Փաշինյանի Ստամբուլ կատարած այցի ժամանակ, չնայած որ կողմերը հաստատեցին երկկողմ շփումները շարունակելու պատրաստակամությունը, սակայն գործնական արդյունքներ չգրանցվեցին։ Թուրքիան ոչ միայն պաշտոնապես չի հաստատում դիվանագիտական հարաբերություններ Հայաստանի հետ, այլ անգամ փոքր հարցերում նախընտրում է չշտապել։ Այնինչ Փաշինյանի այցի նախօրեին որոշակի դրական տրամադրվածություններ կային թե Հայաստանում, թե Թուրքիայում, օրինակ հայ-թուրքական համատեղ հայտարարության տեսքով։ Սակայն գործընթացի դանդաղումը մեծապես կախված է Ադրբեջանից, որի դիրքորոշումը սատարում է Անկարան։ Փաշինյանի այցից առաջ Թուրքիայում էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, որը բացի Մարաշում աղետից տուժած ադրբեջանական թաղամասի բացման արարողությունից, երկկողմ բանակցություն է վարել նախագահ Էրդողանի հետ։ Մեծ հավանականությամբ Ադրբեջանը դեմ է հանդես եկել հայ-թուրքական կապերի հնարավոր զարգացմանը, ինչն իր հերթին զուտահարողակարգային է դարձրել Հայաստանի վարչապետի այցը Թուրքիա։ Թուրքական մամուլը խոսելով Փաշինյանի այցի մասին, բացի երկկողմ կապերի պատմական ակնարկից, շեշտում էր Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիրը։ Դրանով թուրքական կողմը կարծես երկու կարևոր ուղերձ էր հղում։ Մեկը, որ Թուրքիան հետաքրքրված է նման հեռանկարով, բայց եւ այնպես քայլ չի անի, մինչեւ չստորագրվի պայմանագիրը։ Քոջայելի համալսարանի պրոֆեսոր Իրֆան Քայա Ուլգերը, չնայած համաձայնում է լրագրողի այն պնդմանը, թե կարծես Անկարա-Երևան կապերում սառույց է հալում, սակայն նկատում է, որ Թուրքիան ներկայում եւս շարունակում է շփվել Հայաստանի հետ Բաքվի հետ սերտ համագործակցությամբ, հաշվի առնելով ադրբեջանական կողմի զգայուն հարցերը։ Ըստ նրա, Անկարան Բաքվի շահերի դեմ հանդես չի գա եւ պաշտոնական մակարդակում չկա հակասություն նրանց միջեւ։ Մեկ այլ ուշագրավ հոդվածով է հանդես եկել Middle East-ի սյունակագիր Ռաքիբ Սոյլուն։ Իր հոդվածում պատմական անվանելով Նիկոլ Փաշինյանի այցը Թուրքիա, նա գործընթացը նույնպես տեսել է Ադրբեջանի մասնակցությամբ։ Ըստ Սոյլուի, Թուրքիայի պաշտոնյաները Փաշինյանին որպես վիզիոներ են ընկալում, համարելով, թե նա իսկապես ձգտում է երկարաժամկետ կտրվածքով կարգավորել կապերը Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ։ Վերլուծաբանը հիմնվելով իր աղբյուրների վրա նկատում է, որ Անկարայում նաև Բաքվին առաջարկում են ավելի ընկալունակ լինել Փաշինյանի առաջարկների հանդեպ, հրաժարվելով առավելապաշտական դիրքորոշումից, մանավանդ հաշվի առնելով 2026-ին սպասվող ընտրությունները։